Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում ազատամարտիկ հրապարակախոս Վարդան Մալխասյանն է, բարև ձեզ պարոն Մալխասյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Մալխասյան, հետևում եք վերջին օրերի իրադարձություններին, վարչապետ եւ Կտրիչ Ներսիսյան այս հերրակա բանավեճին, վարչապետը պահանջում է, որ կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները կաթողիկոսի գլխավորությամբ հեռանան եւ պատասխանը կարծես հնչում է այն դրամաբանության մեջ, որ նման բան իրենք չեն պատրաստվում անել, դեռ ավելին աջակցողների խումբ ունեն, ովքեր այսպես ասած իրենց ձևակերպմամբ եկեղեցին են փորձում պաշտպանել, բայց արդյոք եկեղեցին չպետք է պաշտպանվի այդ տեսակ հոգևորականներից, ինչ դիտարկումներ ունեք։ Ուրեմն իմ դիտարկումները այդ հարցի վերաբերյալ ես ուզում եմ սկսել հերվից, որտեվ մենք հաճախ անցյալը մեր լավ չիմանալով գնում ենք առաջ, ընդհանրապես պատմությունը լավ հասկանալը, պատմությունը մեզ, անցյալի պատմությունը ինչ է տալիս, ուրեմն անցյալի պատմությունը լավ հասկանալը մեզ հնարավորություն է տալիս ձերբազատվել նախորդ սխալներից, չկրկնել նախորդ սխալները, ուրեմն ուժեղացնել ժողովրդի ինքնագիտակցությունը, ուժեղացնել ժողովրդի հիշողությունը, հայրենազգացողությունը, կազմակերպվածությունը եւ դրա հիման վրա կերտել հզոր ուժեղ լուսավոր երկիր Հայաստան։ Հիմա ես ուզում եմ այս հարցին անդրադառնալու համար ուղիղ 1000 տարի հետ գնանք, 1000 տարի, հասնենք Անի, մեր Անին, Հայաստանի մայրաքաղաք Անին, այդ ժամանակ Անի, Հայաստանը Բագրատունիների թագավորությունը ունեցել է կաթողիկոս, Պետրոս Գետադարձ, ուրեմն Գետադարձ անունն էլ իդեպ բյուզանդացիներն են կնքել իր վրա, իրեն ավելի ուրեմն ոնց ասեմ հրաշագործ լուսապսակ դնելու համար իր գլխին իբր թե սա մի հրաշագործ կաթողիկոս է, որը երբ որ բյուզանդացիները 1022 թվին այս Գետադարձին կանչել են ուրեմն Տրապիզոն, այնտեղ մի փոքրիկ գետակ կա, որը հոսում է Ճորող գետ դեպի, Ճորող գետը այնտեղից է Սևծով է թափվում, ուրեմն այդ գետակը Մյուրոնը երբ որ լցել է գետակի մեջ, գետակը սկսել է շուռ գալ Լեռնային գետը հոսել է հակառակ ուղղությամբ, այսինքն սա հրաշագործ է, իրականում այդպիսի բան չի եղել, այն ժամանակվա պատմիչներն ազնիվ պատմիչները նկարագրում են, որ թե այդ հնարովի բան է, բյուզանդացիները հնարել են, որտեղ այդ մարդուն հավաքագրել են կաթողիկոսին, որ նպատակ են ունեցել կաթողիկոսի միջոցով Հայաստանը վերցնել իրենց, նվաճել Հայաստանը, ուրեմն կաթողիկոսի միջոցով ինչ ուզենան կանեն Հայաստանի գլխին եւ կաթողիկոսը իր այդ նյութապաշտությամբ, արծաթասիրությամբ, գայթակղությամբ համաձայնվել է, նրան թանկարժեք նվերներ են տվել եւ այլն եւ այլն եւ այլն, ես դարել է բյուզանդացիների հելու հնազանդ կամակատար է, եթե չեմ ասում շուն է, հետագայում ինչ է արել այս կաթողիկոսը, ուրեմն իր դավաճանական քայլերի արդյունքում ուրեմն ինքը բթացրել է Հայաստանի իշխանության հզորությունը, ուրեմն զորքը այնպիսի վիճակի է բերել, որ զորքը զբաղվի հարբեցողությամբ, ուրեմն եւ վերջնական արդյունքում իրենց Անի 40 բանալիները տարել հանձնել է Վասիլ Կայսրին, Բյուզանդիայի Վասիլ Կայսրին։ Եվ բյուզանդացիները նվաճել են Հայաստանը։ Իհարկե բյուզանդացիների վրա դա շատ ծանր նստեց, դա իրանց հերթական հիմարությունն էր։ Իդեպ ես հիմա դրան էլ կանդրադառնամ։ Այն ժամանակվա հայ բյուզանդական հարաբերությունները զարմանալիորեն շատ առումներով նման են այսօրվա հայ-ռուսական հարաբերություններին։ Ոնց որ Ռուսաստանն այսօր միշտ ուզում մեզ սարքել իր վասալը։ Նույնը նրանք։ Հետագայում ինչ տեղի ունեցավ։ Հետագայում ուրեմն երբ որ բյուզանդացիները փոխանակ մեզ ուժեղացնեին, որ մենք փակում էինք Կովկասի վաշկատունների ուրեմն մուտքը դեպի Բյուզանդիա Հայաստան եւ մեր բանակը որտեղ ուժեղ էր մեր այրուձին
եւ մենք փակեինք սելջուկների մուտքը Հայաստան, իրենք հակառակն արին, մեզ թուլացրին քայքային, ոնց որ ռուսները մեզ թուլացրին քայքային, նաեւ Արցախի հետ կապված հարցերում, ուրեմն սելջուկները եկան, մտան գրավեցին անին, ավերեցին, մորտեցին բնակիչներին, անիում մի փողոց կա, որ կոչվում է բուն, անունը բուն է, բուն փողոց։ Այդ բուն փողոցում ուրեմն մորթված հայերի արյան մեջ սելջուկների հրամանատար Ալպ Արսանը լոգանք ընդունեց։ Եվ հայերը ուրեմն ուղղակի ոչնչացան։ Մի նյութապաշտ սրիկա, ուրեմն ազնասեր, եսամոր, ծախված դավաճան կաթողիկոսի պատճառով։ Այդ ժամանակ ուրեմն ընդեղ ականատես է եղել այդ բոլոր դեպքերին մի շատ ազնիվ վարդապետ, որը հիմա թաղված է Երևանում, ուրեմն դա Հովանես Կոզերն է, վարդապետ Հովանես Կոզերն է, կյանքի վերջին տարիները ինքը անցկացրել է Երևանում եւ թաղվել է Կոնդի Կոզերն գերեզմանատանը, այդ գերեզմանատունն էր կոչվել է իր անունով Կոզերնի գերեզմանատուն, Կոզերն արաբերեն նշանակում է ուխտի ձակ, ուրեմն այդ Կոզերնը ուրեմն կոմիտասի նման համարյա խելագարության արժանի է, ասեն տեսնելով այդ հոգևորականների վիճակը, եկեղեցու վիճակը, ես կներեք ինձ, ես ուզում եմ ես թուղթը բերել եմ, որ այդ կարտամ, այդ վարդապետի, որտեղ ես ուզում եմ իրանց սրտի նկարագրած պատկերը ներկայացնեմ, ոնց որ ժամանակին ներկայացել դա Մովսես Խորենացին եւ շատ մեծ հոգևորականներ իրենց արատները ինչ է ասում Հովանես Կոզերնի անվան նաև հիմա եկեղեցի կա Սուրբ Հովանես եկեղեցին իր անունով է ինչ է ասում այդ Հովանես Կոզերնը այսուհետև հայրապետների ծուլության եւ դավաճանության պատճառով բազմաթիվ հերձվածողներ են մուտք գործելու Աստծո եկեղեցին Աստծո անխուսափելի ահավոր դադաստանի վախն ու սարսափը վերանալու է բոլորի մտքից մարդիկ պիտի մոռանան որ արդարների եւ մեղավորների հատուցում կա նրանք ընթանալով մոլոր ճանապարհով պիտի մեղքը սիրեն եւ հեշտասեր դառնան նրանք սիրով պիտի գնան հանրատներ հոգեվոր առաջնորդներն ու իշխանները պիտի դառնան կաշառակեր ստախոս սուտ երթվող նրանք ավելի պոռնեգասեր քան թե աստվածասեր են լինելու հոգեվոր առաջնորդները պիտի ատեն կուսակրոնության կամ սուրբ ամուսնության խորհուրդը նրանք մատնիչներին եւ գողերին պիտի պատվեն անիրավաբար պիտի հապշտագեն աշխատողի ունեցվածքը արծաթասիրության պատճառով ձեռնադրելու են նրանք բազում անարժանների եւ ամեն մի պիղծ մարդու քահանաների շարքին են դասելու աստվածապաշտությունից շատերը պիտի հեռանան հեշտասեր պիտի լինեն եւ որոչելով պիտի որոչեն դիվական երկեր պիտի ատեն եւ անարգեն առաջին վանականների կենցաղավարությունը եկեղեցական կարգ ու կանոնը եւ հավատքը տագն ու վրա պիտի անեն անչափ դրամասիրությունը կուրացնելու են նրանց Հասկանանք այսօր էլ այդպես ուրեմն այս կարծացի ինչի մար այս 1000 տարի առաջվա այս նկարագիրը եղել է նաեւ Գրիգոր Նարեկացու ժամանակ Նարեկացու ողբը կարդացեք էսի Մովսես Խորենացու ժամանակ Մովսես Խորենացու ողբի նման է սա գրած Մովսես Խորենացին ինչ է ասում իր ողբի վերջում ասում է եւ սուրն ու ամոթը ամեկը կորցրած ողբամս քեզ հայոց աշխարհ նույնը կրկնվում է նաեւ այսօր է կրկնվում նույնը ուրեմն եւ զարմանալին որն է ես ինչու բերեցի այս օրինակը սկզբից այն ժամանակվա հայ բյուզանդական հարաբերություններում ուրեմն բյուզանդյան ինքը գործեց ինքը ոչ թե միայն դավաճանեց մեզ դավաճանեց նաեւ ինքն իրեն նույնը այսօր հայ-ռուսական հարաբերություններն են Ռուսաստանը ոչ թե դավաճանում է միայն մեզ դավաճանում է նաեւ ինքն իրեն ինչպես որ հիմա շատ խելացի ռուսներ հիմի վերլուծում են որ երբ որ ռուսները Ադրբեջանին աննախադեպ աննկարագրելի չափերի զենք տվեց եւ ուրեմն աջակցեց Ադրբեջանին որ մենք կորցնենք Արցախը
եւ այդ խաղաղապահների անվան տակ զորք մտցրեց, որ ինքը փաթեթավորված Արցախը եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը նվեր տա ադրբեջանցիներին։ Հիմա այս եկան հասակ մեր օրերը։ Մենք էսի պատմությունից դասեր չենք կարող, բոլորովին։ Ուրեմն այս հոգեվորականները, որ մեջտեղ են ելել քաղաքականությամբ են զբաղվում, այնտեղ Բագրատ Գալստանյան կար, մյուսները։ Ուրեմն որտեղից են ուղղորդվում։ Ինչ կենտրոններից են դրանք ուղղորդվում։ Իհարկե Ռուսաստանից։ Այսինքն եկեղեցին այսօր ուղղորդվում է Ռուսաստանից։ Այո, ուղղորդվում է Ռուսաստանից եւ ուրեմն Ռուսաստանը իր վերջին բանը հույսը կապել է եկեղեցու հետ։ Իշխանափոխություն անելու նպատակով։ Ուրեմն օգտագործեց բոլոր լծակները իշխանափոխություն անելու համար, ինքը իր վերջի հույսը կապում է Ռուսաստանի հետ, եկեղեցու հետ։ Եվ երեք թե մյուս օրն էլ ակնիս AM ինչ-որ լրատվամիջոց կա, եկեղեցամերձ լրատվամիջոց, ուրեմն որը երկար բարակ ինչ-որ հայտարարություն է գրել, կոչ է արել հայ ժողովրդին եւ ինչ է ասում։ Ասում է մեր երկրում ավերված են բոլոր ինստիտուտները, ուրեմն տապալված են բոլոր կենտրոնները, տապալված է նաեւ մեր ազգային անվտանգությունը։ Մնացել է այս երկրում վերջին ամրոցը եւ վերջին խրամատը։ Այդ վերջին ամրոցն ու վերջին խրամատը իբր եկեղեցին է։ Հիմա մենք պետք է այսօր ազգովի վերջին ամրոցը եւ այդ վերջին խրամատը պաշտպանենք ուրեմն կրծքով, պաշտպանենք ֆիզիկապես, այլապես սերունդները, քանիք սերունդները մեզ չեն ների։ Բայց հետաքրքիր հարց են տալիս։ Ես այս կոչը անողներին եւ հոգեվորականներին, քանիք սերունդները հետաքրքիր ներում են եկեղեցու դավաճանությունները հայ ազգի նկատմամբ։ Ինչպես որ հիմա մինչև հիմա այդ նախորդ այդ դավաճան հոգեվորականներին մինչև այսօր հայ ժողովուրդը հիշում է անեծքով եւ ուրեմն հայոյանքներով։ Հիմա դուք տեղյակ եք, որ ոչ թե այդ վերջին խրամատը, վերջին ամրոցը դրսից են ուզում խորտակել, այդ ամրոցը խորտակվում է ներսից։ Եվ իրենք են այս խորտակման հեղինակները։ Իրենք է խորտակման հեղինակները։ Ես մի հասարակ բան ասեմ։ Բոլորը արդեն գիտեն, թե Հայաստանում ինչքան աղանդներ կան։ Գիտեք ինչքան աղանդներ կան Հայաստանում։ Մոտ 300-ի հասնող աղանդներ կան։ Եվ դրանց մեջ ընդգրկված են մոտ 5 միլիոն մարդ։ Այս փոքր երկրում համատարած հայ առաքելական եկեղեցուց հայ մարդը գնում է դեպի աղանդներ։ Ինչի համար։ Որտեղ հայ մարդը ուշադիր հետևում է, որ այս եկեղեցապետերը, որ ինչ-որ հայտարարություններ են անում, քարոզներ են անում, չէ, ուրեմն հոգևոր կոչեր են անում, բայց իրենք նույն ուրեմն առաքելությամբ չեն ապրում, իրենք ուրիշ բան ասում, ուրիշ բան անում են, հələ դրանց ցոփ ու շվայտ կյանքերին նայեք, ինչ ավտոմեքենաներ են քշում, ինչ աշխարհիկ կյանքերով են զբաղվում, որտեղ է հիմա Արցախի նախկին թեմի առաջնորդը, այն կինոկա չէ, ասում եմ, որտեղ է Ցոլակ Դարպինյանը։ Ամերիկա, եւ ինչ կյանք է վարում։ Ուրեմն լրիվ աշխարհիկ ցոփ ու շվայտ պորնեգական կյանք։ Բայց ինչու թողեց իր հոտին եւ փախավ այդ խորամանկ ավազակը։ Եվ մեկը հարց չի տալիս դրան, մեր ազգային անվտանգությունը կամ մյուսները, այդ որ գնացել այնտեղ այդպես թանկարժեք տներ առը եւ կազինոներ գնում, այնտեղ շպրոտ, մշպրոտ ինչ բաների մասին են խոսում, որտեղից դրան այդ փողերը։ Մեր ժողովրդի թալանած փողերը առավ փախավ, հոտը թողեց, հոյում փախավ։ Այդ վերջին բաստիոնը դուք եք խորտագում, մենք չենք խորտագում։ Պարոն Ալխասյան, հիմա այսօր մի իրավիճակ է, որ վարչապետը մեխանիզմներ է փնտրում, թե ինչպես կարող է եկեղեցին ազատել այդ տեսակ հոգևորականներից։
համակարգող խորհուրդ է ուզում ստեղծել, քանի որ սահմանադրությամբ եկեղեցին եւ պետությունն իրարից անջատ են։ Ձեր դիտարկմամբ սրա համար ինչ հնարավորություններ կան, որովհետեւ մենք մի կողմից տեսնում ենք կատաղի պայքար, ովքեր են այսօր Կտրիչ Ներսիսյանի կողքին Զվարթնոցում համանաբար տեսակողքեր էին հավաքվել, ինչ կոչեր են հնչեցնում ընդհանուր քաղաքացիական պատերազմ սկսելու մասին են խոսում, որը իրավիճակը կհանգեցնի քաղաքացիական պատերազմի։ Ձեր կարծիքով ինչ հնարավորություններ ունի այսօր Հայաստանը հայ ժողովուրդը եկեղեցին մաքրել քաղաքականությամբ զբաղվող, կուսակրոնությունը խախտող հոգևորականներից առաջնորդի գլխավորությամբ։ Հիմա մեր երկրում մարդիկ բաժանվել են հետևյալ խմբերի։ Կա արդարություն, ճշմարտություն, կա եւ ճիշտ եւ սխալ անարտարություն։ Հիմի կամ պիտի անարտարության հետ լինես, կամ պետք է դրա դեմ պայքարես։ Բաժանվել են երկու խմբերի։ Ուրեմն մի խումբ է, տես խնդիրը ո՞րն է դրած։ Հիմի այդ վեհապարին մենք այս փաստերի հիման վրա վեհապար կոչվածին, այսպես կոչված։ Իրավունք չունեն քրեական գործառույթեն դադիտան, որտեղ օրենսգրքում չկա նմանատիպ հոդված, բայց ինքը խախտել է կուսակրոնության ուխտը։ Առաջինը, պետք է, տես իրանք չեն ուզում պատասխանել մի հարցի, առայժմ իշխանությունները, կառավարությունը ինչ խնդիր է դրել, ասում է մենք հələ քեզ չենք հեռացնում, մենք մի հարց ենք ուզում պարզենք քո հետ։ Դու զավակ ունես թե ոչ։ Չկա պատասխան։ Պատասխան չկա, որտեղ ինքը չի կարա երկի։ Հիմա եթե այդ խնդիրը սկզբից պարզվի, որ ինքը զավակ ունի, է շատ լավ որ ունի, բոլորն էլ ունեն, մարդկա 20 զավակ ունի։ Բայց հիմա դու իրավունք չունեիր ունենալ, որտեղ դու մտել ես մի ասպարեզ, որտեղ երթում ես տվել, որ կուսակրոնության ուխտը չպետք է խախտես, որտեղ ես հոգևորականների մեջ մի հատ հիմա մանավանդ թմիկվա ես հոգևորականները, թե այստեղ թե դրսում, իրանք են հին հոգևորականները չեն, իրանք աշխարհիկ կյանքով են ապրում։ Հիմա բոլորը մեր առաքելական եկեղեցու մեծ մասը, եթե բոլորը չասենք, ուզում են կուսակրոն դառնան, սկզբից ինչի համար։ Որովհետեւ եթե կուսակրոն դառնան, հետո կդառնան նաև arczepiskopos։ Arczepiskopos դառնալուց հետո մի որևէ տեղ կնշանակեն թեմի առաջնորդ, հատկապես արտասահմանում։ Ոնց որ դեսպաններն են գնում, այս դեսպաններն էլ հիմնականում դեսպանների մեծ մասը անիմաստ գնում են բան անելու, ազնական խնդիրներ իրենց կարգավորելու։ Նույնն է հոգևորականները։ Ուրեմն հետո ինքը գնում այնտեղ աչքից հեռու, տո կուսակրոնությունն էլ է խախտում, տո գիշերային ակումբներ էլ է գնում, սիրուհիներ էլ է ունենում, երեխա էլ է ունենում, ասում է աչքից հեռու է տեսնելու։ Եվ փողը աշխատում բիզնեսից շատ։ Աշխարհիկ կյանքով։ Այսինքն սրանց մոտ այդ կուսակրոնությունը, այդ ուղղակի խախտում են իրանք, որ դրա հիման վրա ցոփուշավայր կյանքի հասնեն։ Հիմա մենք պետք է պարզենք, եթե դու խախտել ես այս ուխտը, ուրեմն դու ես ասպարեզի մարդ չես, որտեղ մեր հավատքը մեր ժողովրդի համար ամենագլխավոր հենասյուներից մեկն է, եթե ոչ ամենագլխավորը։ Եթե հավատքը խախտվում է, հավատքի հենասյունը երելում է, երգիրն պիտի երելա։ Դրա համար խնդիրը դրած է, այդ հավատքի մեջ, այդ եկեղեցու մեջ գտնվող կեղտերը, ախտերը մաքրել։ Ես այն օրը տեսի զարմանալի բան ուրեմն տեսա ինտերնետում, ուրեմն որ կարդացի մեկը մեկնաբանություն էր գրել, այսպեսի մի բան, թե իբր թե եկեղեցու բան կա, սատանա կա։ Այս մեր եկեղեցուները նույնի մեջ սատանաներ կան։ Այն մարդ զարմանալի բան։ Ուրեմն տես ինչ է կատարվում։ Ես դրա այդ մեկնաբանությունը որ լսեցի, կարդացի մի քանի տեղ, ուրեմն ինչ է պարզվում։ Երբ որ 1700 տարի առաջ ավելի քան, ուրեմն Գրիգոր Լուսավորիչը Տրտատի հետ ուզեցել են բաները հեթանոսական տաճարները ավիրեն, քանդեն եւ տեղը կառուցեն եկեղեցիներ, ուրեմն եկե հասել են Էշմիածնի հիմիկվա եկեղեցուն, որի հիմիկվա մայր տաճարի տեղը ժամանակին եղել է անդր աշխարհի դժողքի տիրոջ, այսինքն սատանաների աստծո Սանդարամետի տաճարը։ Ուրեմն իրենք ինչ են մտածել։ Մտածել են, որ ինչպես որ տաճարը գտնվում է Մասիսի դեմ դիմաց Արարատի, բայց Արարատի տակ խորխորատներ են, վիհեր են, ուրեմն անդնդախոր ուրեմն դժողքի խորխորատներ են,
բայց վրեն վեհությունա, չէ։ Հիմա մտածում են, որ Էշմիածնի այդ սատանաների տաճարը քանդենք, սատանաները իջնեն գետնի տակ, մենք վրեն կառուցենք լույսը։ Քրիստոնեությունը եկավ հաղթեց լույսին, եւ խավարը իջավ գետնի տակ, բայց հիմա պարզվում է, որ խավարը չի իջել, ուրեմն խորատները դուրս եկել։ Եվ այս մարդը, որ մեկնաբանել էր, որ եկեղեցում սատանա կա, պատահական չի մեկնաբանել։ Այո, սատանաները, այդ սանդարամետի ճատերը գետնի տակից դուրս են գալիս։ Պիտի մաքրել այդ եկեղեցին այդ աղբից սատանաների ճատերից։ Պարոն Արխասյան, դուք բոլոր քաղաքական իրադարձություններին Հայաստանում մասնակցել եք ձեր ազատազրկվելուց հետո նաև երբ արդեն կարող եք մասնակցել։ Երբևէ լսել եք, որ նույն այդ կաթողիկոսը Կտրիչ Ներսիսյանը խոսք ասի մարտի 1-ի զոհերի կապակցությամբ, խոսք ասի հոկտեմբերի 27-ի հետ կապված, կեղծված ընտրությունների հետ կապված, բայց չգիտես ինչու այդ նույն անձը գնում է Բելարուս, երբ մեր երկրի վարչապետը, իդեպ ընտրված վարչապետը հայտարարում է, որ Բելարուս ոտք չի դնի այնքան ժամանակ, քանի դեռ Լուկաշենկոն է նախագահ, բացի այդ հայտարարում է, որ Ադրբեջանի հետ միասին օպերացիա են իրականացրել Ղարաբաղը հայաթափելու, Ղարաբաղը գրավելու ուղղությամբ։ Սա դեմարշ է պետության դեմ։ Այդ մարդը եկեղեցին ինքը պարբերաբար քաղաքական հայտարարություններ են անում, նույնիսկ դեմ են արտահայտվում այն հոգևորականներին դրսում գտնվող, ովքեր համարձակվում են ասել, որ ուզում են խաղաղություն հաստատել երկրում, ուզում են, որ կնքվի խաղաղության պայմանագիրը, վերջերս այդպիսի մի դեպք եղավ, երբ վարչապետը Էստոնիա էր այցելել։ Այսինքն ստացվում է, որ եկեղեցուն այդ մարդուն կարելի է անընդհատ հայտարարություններ անել պետության դեմ, բայց երբ վարչապետն է խոսում այն ամեն ինչի մասին, ինչ կատարվում է եկեղեցում, ինչ որ կատաղի դիմադրություն է սկսվում, ինչու ձեր կարծիքով։ Ուրեմն էլի կրկնում են նույն միտքը, սա այն հայ բյուզանդական հարաբերությունների շարունակությունն է, գետադարձի նույն պատմությունն է բանի հետ։ Ուրեմն եթե գնացել է Բելարուս, ուրեմն ռուսական կենտրոններն են ուղղորդում իրան, հրահանգը տալիս են, ինչ քայլեր անի, աճ գնա, ձախ գնա, ինչպես շարունակիր, ուրեմն բանը քաղաքական պայքարը մտցնել է քաղաքականություն եւ ընդհանրապես եկեղեցին ուրեմն շատ վաղուց իրան ներսից է շատ ազնիվ հոգեվորականներ այս մարդին պարբերաբար ուրեմն գրել են եւ հրաժարվել են նաեւ ծառայությունից որտեւ եկեղեցում մեջ արատները քանի գնալով խորանում են ես հիշում եմ ես բանդում լուսահոգի 44 օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Դավիթ Մատեոսյանի հետ էի մի խցում բայց ես մի քիչ շուտ դուրս եկա բանդից ուրեմն Դավիթի նախաձեռնությունն էր սա Մատեոսյան Դավիթի որ քանի որ մարտի 1 տեղի ունեցավ մեր երկրում ուրեմն մարտի 1-ի ժամանակ թափվեց հեղվեց հայ ժողովրդի արյունը Սերժ Սարգսյանը արյան ու դիակների վրայով եկավ իշխանության բայց այսօրվա կաթողիկոս կոչվածը ուրեմն չկանգնեց հալածյալների կողմը կանգնեց հալածողների կողմը անմիջապես մինչև այսօր էլ այդ նույն հալածողների կողմն է ուրեմն Դավիթը մի միտք է մտահղացել որ պետք է Էշմիածնի եկեղեցու մի հատ մակետ կառուցենք լուսկու տուփերից ներգենք նույն եկեղեցու տեսքը ուրեմն եւ գմբեթից այդ խաչից մինչև ներքև արնածոր արեցինք եկեղեցին եւ ուրեմն երբ որ դուրս եկա հիմա համացանցում կան այդ կադրերը կարող եք բացել նայել բանդից դուրս գալուց ցավ ձեռքից մեջ վերցրել էի եկեղեցին հետո լրագրողները որ եկան ինձ հաս տվին թե այդ եկեղեցին ինչի արնածոր ես պատասխանեցի եկեղեցին արնածոր է որտեւ ինչպես հոկտեմբերի 27-ը այնպես էլ մարտի 1-ը երբ որ կատարվեց եկեղեցին հալածողների հետ էր մինչև այսօր էլ հոկտեմբերի 27-ը իրականացնողների մարտի 1-ը իրականացնողների հետ է եկեղեցին եկեղեցապետերը եւ երբ որ եկեղեցապետերը անցել են նրանց կողմը ոչ թե հալածյալների այսինքն այդ պարյան մեղքի ամենակիչը կեսը վերցրել են իրենց վրա եւ քանի դեռ իրենք չեն մեղանչել չեն մաքրվել այդ պարատներից այդ հալածողներին չեն մատնացույց արել իրենք մեղքի մեջ են թաղված եւ պիտի պատասխան տան եւ այդ կայքը որ գրել է սերունդները չեն ներիցել սերունդները ձեզ չեն ների որտեղ դուք ամենագլխավորն եք հոգեվոր առաջնորդն եք
Եթե հոգևոր առաջնորդը պետք է օրինակ ծառայի, չէ, իր կյանքով, կերծվածքով, գործով, առաքելությամբ։ Եթե դավաճանել է իր սկզբունքին, հայ ազգը ինչու պիտի ցեզ ների, չի ների երբեք։ Եվ դրա համար ես միտքս կիսատ մնաց։ Հիմա հայ ժողովրդի մեջ շատ ազնիվ մարդիկ կան, որոնք որ բաժանվել են երկու մասի, դեպ ասեմ, որ գնացել են այդ դիմավորելու, դրանք փոքրամասնություն են։ Էլի մի կարծեք թե մեծամասնություն են։ Հետո դրանք էլ հոգու խորքում բոլորը գիտեն, որ կաթողիկոսը շատ սխալներ ունի, շատ արատներ ունի, բայց ինչ որ բաներով կաշկանդված են, ինչ որ բաներով կաշկանդված են, հետո այս իշխանությունների մոլի հակառակորդներ կան, որ նրանց համար նպատակին հասնելու համար միջոցների առաջ խտրականություն չեն դնում։ Եկեղեցու միջոցով կլինի, գողերի միջոցով կլինի, սրիկաների միջոցով կլինի, միայն նպատակը մեկն է հասնել իշխանության, որ այդ թալանած հարստությունը նախքին ամբողջությամբ չկորցնեն եւ հələ իշխանություն վերցնելուց հետո էլ նոր ախորժակ ունենան թալանի։ Նպատակը է սա։ Պարոն Մալխասյան, ամփոփելով մեկ հարց եւս, քանի որ շատ արդիական է վերջին օրերին, իմպիչմենթի հարցը Նիկոլ Փաշինյանի, որ փորձում են խորհրդանում բարձրացնել Սերժ Սարգսյանի կարելի ասել ղեկավարությամբ, որովհետեւ պատիվ ունեմին ինքնենք էին առաջարկել, որ այդ նախաձեռնությամբ հանդես գան, փողոց են ուզում գեներացնել։ Տեսնում եք դուք այսօր հնարավորություններ փողոց գեներացնելու եւ վարչապետին հեռացնելու համար։ Ուրեմն զերո հնարավորություն, զերո 0 կամ -1։ Ուրեմն ինչի մար, այդ զարմանալի բան է այս քաղաքականությունը։ Հիմա իհարկե այս իշխանությունն էլ շատ սխալներ է թույլ տվել այս ընթացքում։ Եվ ձերքա բերել շատ մոլի իրեն հակառակորդներ։ Եվ այդ զարմանալիորեն այդ մոլի հակառակորդների ուրեմն քայլերը գնում են լրիվ Փաշինյանի օգտին։ Մեկ էլ ուրեմն այնց մի հիմար ուրեմն քայլ կկատարեն, բերել են մեկին դրել են, իբր են բանը, մեկը կա Մասիսի բանը քաղաքապետ թե ինչ։ Բոլորը ճանաչում են դրան, չէ։ Այս մարդուն, հետո բացի այդ լավ, դրան չեն բերել, ենթադրենք այդ տղին։ Բերել են մի այն մեկը կար ազգային ժողովում ասես Քրիստոսին էլ բերեք, ով ասես մոռացել եմ, ասես մեկը չի ընտրվի, ինչի մար, որտեղ պարզ հաշվարկ գոյություն ունի, թվաբանությունից, դրանք իրատեսական մոտեցումներ չունեն, թվաբանությունից պատկերացում չունեն երևի։ Ուրեմն որպեսզի այդ իմպիչմենտը տեղի ունենա, բացի այն Հովիկ Ղազարյանը մի հոգու հետ որ դուս եկավ, հələ այդ էլ թողենք, այդ էլ ձեզ նվեր, 17 հոգի ԿՊ-ից պետքա կամ կաշարվի, կամ ծախվի, կամ վախի ազդեցության տակ, ուրեմն ասնի այդ Քոչարյանի տղի կողմը, որ հենց Քոչարյանի տղին բերեն պրեզիդենտ։ Հիմա այդ տեղի կունենա դա, եթե տեղի ունենա այդ 17 հոգին սարսափից, վախից կամ կաշարվելուց, ասենք ամենքին տանեն 5-10 միլիոն դոլար տան, սրանք կաշարվեն, ոնց որ են Պետրոս Գեդադարցը կաշարվեց, պետությունը, երկիրը մեր ուրեմն ինքնիշխանությունը հանձնեց սելջուկներին։ Նույն ձևի այդ 17 հոգին կաշարվեն, հանձնել Հավիկվան ներսի սելջուկներին։ Տեղի կունենա։ Ես չեմ հավատում դրան։ Շնորհակալություն պարոն Մալխասյան, ես հիշեցնեմ, որ CVKM-ի տաղավարում հյուրընկալել է ազատամարտիկ հրապարակախոս Վարդան Մալխասյանին։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել CVKM-ի YouTube-յան էջին։